Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ ինձ դիմել են կենսաթոշակային ոլորտում առկա մի խնդրի վերաբերյալ, խոստացել եմ բարձրաձայնել այս խնդիրը, թերևս վստահ եմ նաև պատասխանատուները կասեն, որ 2018 թվականից հետո չի որ ծագել է, բայց գնալով չնայած խոստումներին, այդ խնդիրը ոչ թե լուծվում, այլ ավելի շատ խորանում է եւ առաջացնում արդարացի դժգոհությունը մեր հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր քաղաքացիների։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող կենսաթոշակառուներին, ովքեր իրենց կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտադիր տարեկան մեկ անգամ պիտի գան Հայաստան, ներկայանան կամ բանկ կամ սոցիալական ծառայություն, որպեսզի այնտեղ իդենտիֆիկացվեն, իբրև թե իրենց ողջ լինելու հանգամանքը փաստվի։ Բազմաթիվ աշխարհում տարածված լուծումներ կան, այդ թվում օրինակ դեսպանատների միջոցով եւ այլն, որ կարող է այս հարցը կարգավորվել։ Իդեպ 2021 թվականին դեռևս դեկտեմբեր ամսին Սոցիալական հանձնաժողովը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը Տիկին Երիկնաց Տիգրանյանի գլխավորությամբ մի քաղաքացու օտարերկրյա բնակվող մի քաղաքացու պատասխանել է, որ այո, արդարացի է բողոքը, քննարկում են նախարարության հետ եւ շուտով կգտնեն ավելի արդյունավետ լուծում։ Տարիներ են անցել եւ քաղաքացին պարոն Նուբար Ասլանյանը 83 տարեկան, որը բնակվում է Իսրայելում եւ հանդիսանում է կոմպոզիտոր, հայ, մեծանուն նաեւ արվեստագետ, ճանաչված, նորից խնդիրը բարձրաձայնում է եւ օրերս նորից դիմելով իր հուզմունքը չէր կարողանում թաքցնել այս անտարբեր վերաբերմունքից։ Տասնյակ դիմումներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ այդ պատասխանները, եթե խնդիրը այսքան խորը չլներ, կարելի էր ասել նույնիսկ ծիծաղելի են։ Մարդը այս ընթացքում նաեւ իր կնոջ հետ միասին օբյեկտիվ պատճառներով պայմանավորված չի ստացել 1 թե 2 տարվա իր կենսաթոշակը, բայց խնդիրը նա ասում էր, որ փողի մեջ չի, այլ վերաբերմունքի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության դրոշը եւ անունը բարձր պահող օտար ափերում մեր մասին դրական պատկերացում ձևավորող մեծատառով հայ մարդը այսօր նեղացած է պետությունից եւ նաեւ այն պարզ հանգամանքից, որ իրեն տարիներ շարունակ նաեւ խաբում են իբրև թե լուծումների խոստման այսպես քողի ներքո։